Հայաստանում մի քանի ամսից ընտրություններ են, եւ Փաշինյանի իշխանությունը արտաքին աջակցության ակնհայտ կարիք ունի, այսպես կոչված արտաքին միջամտությունների դեմ պայքարի շրջանակներում։ Եվրամիությունը կաջակցի։ Այս կառույցի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալասը օրեր առաջ հայտարարեց, պլանավորում են Հայաստանին նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին տրամադրել են Մոլդովային։ Հող կտան 15 միլիոն եվրոյի չափով խաղաղության եւ դիմակայունության համար։ Եվրամիության ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել եւ արձագանքել արտասահմանյան ազդեցություններին, նշեց Կալասը, հստակ հայտարարելով, որ արտաքին ասելով ի նկատի ունեն ռուսական ազդեցությունը։ Իհարկե, Եվրամիությունը չի տեսնում իրականում ինչն է խախտում Հայաստանի դիմակայունությունը, չի նկատի ներքաղաքական ցնցումները հաճախ հրահրված հենց իշխանությունների կողմից, չի նկատի մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները, ապօրինի բանտարկությունները։ Եվրամիությունը այսօր եւ երեկ շատ բան չի նկատել եւ չի նկատում։ Նկատում է մեկ բան՝ ռուսական ազդեցությունը, որը պետք է չեզոքացնել, ինչ գնով էլ լինի։ Ինձ համար այս պատմության մեջ նորություն չկա։ Եթե հետ գնանք 10 տարով, ես առանց խմբագրման բացարձակ նույն հարցերը կուղեի տիկին Կալասին, ինչ 2015 թվականին տալիս էի Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն։ Բացարձակապես նույն, ոչինչ չէի ավելացնի, կփոխվեին միայն անունները։ Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ մենք ականատես ենք լինում վարչական ռեսուրսի մասսական կիրառման։ Տիկին Կալաս, նորմալ է, որ մեր երկրում լայնորեն վարչական ռեսուրս է կիրառվում։ Տիկին Կալաս, Հայաստանին ուղղված դրամական միջոցների վատնումը համարում եք արդյունավետ, հաշվի առնելով ժողովրդավարության այն մակարդակը, որը կա այսօր Հայաստանում։ The European Union is the biggest donor to Armenia. Կալասն էլ հավանաբար կհիշեցնի, որ Եվրամիությունը Հայաստանի ամենախոշոր դոնորներից է։ Տիկին Կալաս, ո՞նց է չափվում այդ օգնությունը, որը տրամադրվել եւ տրամադրվում է Հայաստանին, իրապես ծառայում է պետության ամրապնդմանը, թե ընդհակառակը ունեցել է հակառակ ազդեցությունը, ժողովուրդը աղքատացել է, ժողովուրդը հեռացել է, տնտեսությունը քայքայվել է, բայց հարստացել են իշխանությունները, գործող ռեժիմը, իրենց մերձավորները, կոռուպցիան էլ կենտրոնացել է բուրգի գագաթի։ Ո՞նց է չափվում։ Տիկին Կալաս եւ մյուսներ տարիներ շարունակ իբրև ժողովրդավարության ամրապնդման համար ձեր գործողություններից հետո ես ուղիղ 10 տարի առաջ հարցրել եմ ու 10 տարի անց հիմա հարցնում եմ, ուր է ժողովրդավարությունը քաղաքացին կհարցնի, ուր է կառուցված դատարաններում արդար դատաքննությունը, սկզբունքային, շատ առանցքային ու շատ կարևոր հարցերում, որ անհրաժեշտ է քաղաքացուն իր երկրում պահելու համար, այդ հարցերում կա լրջագույն բացթող։ Տիկին Կալաս, իշխանությունները ի դժբախտություն Հայաստանի ազգաբնակչության թիկունքում ունենալով միջազգային կազմակերպությունների աջակցությունը սկսում են ավելի վստահ գործել։ Վստահ ոչ թե ժողովրդավարությունը կայացնելու հարցում, այլ խիստ հակառակը։ Իրական պատկերը ցույց է տալիս, որ առաջընթաց չի արձանագրվել երկրում։ Հետևաբար քաղաքացին արդարացի հարց կտա։ Արդյոք միջազգային կառույցները օգնում թե խանգարում են մեր երկրին։ First of all, I'm very glad that in your questions you contain so many critical comments. Հավանաբար Կալասն էլ կժպտա ու կասի, տեսեք միայն այն, որ դուք դեռ խոսում եք ժողովրդավարության եւ խոսքի ազատության մասին է վկայում։ Հավանաբար կրկին կասի, մենք սկուտերի վրա չենք կարող ձեր ժողովրդավարություն բերել։ Tell us, where would you like our money to be spent in order to be more helpful? Tell us. Հավանաբար Կալասն էլ կքաջալերի, կասի, ասեք մեզ ինչ անել, tell us, բայց իրենք կանեն այնպես, ինչպես բնականաբար ձեռնտու է իրենց։ Միշտ է այսպես եղել, եթե մի փոքր էլ հետ գնամ կհիշեմ 2013 թվականը, նախագահական ընտրություններ, ԵԱԿ դիտորդների այցը գալը, ընտրախախտումների լայնածավալ լուսաբանումներից հետո եկել էին տեղում ծանոթանալու մեր աշխատանքին։ Ծանոթացան, տեսան ընտրակաշառք, թաղային խուժանի ակտիվ ներգրավում, վարչական ռեսուրսի զանգվածային կիրառում, իսկ փետրվարի 18-ի ընտրություններից մեկ օր անց ԵԱԿ զեկույցում դրանք որակվեցին որպես մեկ քայլ առաջ։ Երբ նույն դիտորդները վերադարձան հրաժեշտ տալու, Գալայի հիմնադիր Վահան Խաչատրյանը հրաժարվեց նրանց ընդունել։ Հեռացան գլխիկոր, բայց իրենց գործն արած։ Առհասարակ, մեր նման երկրներում ընտրախախտումները, մարդու իրավունքների ոտնահարումները, ներքին լարվածությունը միջազգային կառույցների համար լծակ են, ոչ թե փոփոխություն պարտադրելու, այլ զիջումներ կորզելու համար։ Որ պահին պետք է, դա լուրջ խնդիր է, որ պահին պետք չէ, դառնում է մեկ քայլ առաջ։
Այս մեխանիզմը տարիներով է աշխատել, խախտումները չեն վերացվել, դրանք կապիտալիզացվել են, եւ հենց այդպես էլ ձևավորվել է այն համակարգը, որտեղ արտաքին խաղացողները Հայաստանի նման երկրներում միշտ ունեն ճնշման միջոց, իսկ երկրի ներսում դիմադրության պակաս։ Այսօր, երբ Եվրամիությունը կամ հավաքական արևմուտքը կրկին խոստումներ է տալիս, կրկին փորձում է դիմակայունություն ու ժողովրդավարական բարեփոխումներ ամրապնդել արդեն իսկ հյուծված, թուլացած եւ չափազանց խոցելի Հայաստանում, սա բացահայտ զավեշտ է, վտանգավոր է եւ անկեղծ ասած նաեւ վիրավորական։ Երբ Հայաստանի անունով ու հաշվին խաղ են խաղում, անտեսելով, որ այդ խաղի գինը վճարում է մի ամբողջ ժողովուրդ։ Մոլդովայի ընտրությունները, որոնց մոդելը Եվրամիությունը խոստանում է կրկնել Հայաստանում, ժողովրդավարության մասին չէ։ Դրանք Եվրոպայի ուղիղ միջամտության օրինակ են, որովհետև ընտրական գործընթացի ընթացքում արտաքին դերակատարները բացահայտ կողմ են կանգնում գործող իշխանությանը ֆինանսական աջակցությամբ, քաղաքական հայտարարություններով։ Արտաքին կենտրոնը նախապես սահմանում է, որ ուժն է ընդունելի, իսկ որը սպառնալիք։ Ընտրությունը դադարում է լինել ազատ քաղաքական մրցակցություն։ Հիմա խոստանում են Հայաստանում փորձարկել հերթական դիմակայունության նախագիծը, աչք փակելով իրական ճգնաժամերի վրա։ Սա է այսօրվա եվրոպական արժեհամակարգն իր ամբողջ փայլով։ Նրանք նկատում են միայն այն, ինչը տեղավորվում է իրենց աշխարհաքաղաքական օրակարգի մեջ։ Եվ ես շատ վաղուց արդեն ասելիք չունեմ ոչ Սվիտալսկիներին, ոչ Կալասներին եւ այլոց։ Մեր խնդիրը մենք չենք սովորում մեր սխալներից։ Իսկ հետո զարմանում ենք, երբ պարզվում է, որ մեզ հերթական անգամ օգտագործել են որպես գործիք, ոչ թե մեր, այլ ուրիշների դիմակայունության ամրապնդման համար։ Լրագրող գործընկերներիցս հասարակական քաղաքական շրջանակներից անդրադառնալով Կալասի այս հայտարարություններին նշում էին, թե արևմուտքի երեսպաշտությունն առավել ակնհայտ դարձավ 2020-ին, երբ լուր հետևեցին Արցախյան պատերազմին, հյուծիչ շրջափակմանը եւ արցախայության էթնիկ զտմանը։ Ես կավելացնեի միայն մեկ բան, 2020-ին դա պարզապես ավելի ցցուն դարձավ, ընդամենը։ Պարզապես տարբեր ժամանակներում, այո, իմ գործընկերներից շատերին, այո, հասարակական քաղաքական շրջանակների ձեռնտու չի եղել դա նկատել, արձանագրել կամ բարձրաձայնել։ Եվ հենց սա է ամենացավալին։ Երեկ եւ այսօր մենք միասնական չենք եղել մեր երկրի առաջնահերթությունները հասկանալու, գնահատելու եւ պաշտպանելու հարցում։ Անհարմար ճշմարտությունն այն է, որ մենք ոչ միայն միասնական չենք եղել, այլ ամեն մեկը իր շահն է ունեցել, իր հաշվարկը եւ լռության իր գինը։ Երբ այսօր նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են քննադատում Կալասին կամ Հայաստանում ստեղծված իրավիճակը առանց սեփական սխալներն ու մեղքը մատնանշելու, դա մեղմ ասած ազնիվ չէ։ Ես ինձ անմիջապես հիշում եմ տեղամասերում կռիվ տալով, դրսում թաղային խուժանի հետ առճակատվելով եւ դառը քմծիծաղով եմ լսում նրանց քննադատությունները։ Այդ նույն խուժանին ես հանդիպեցի Մայրաթորի բակում։ Խուժանը նույնն է, նրանց խաղացնողներն են տարբեր։ Սա փոխադարձ մեղադրանքների մասին չէ։ Սա պատասխանատվության մասին է։ Երբ ճշմարտությունը բարձրաձայնվում է ընտրովի, այն այլևս չի ծառայում պետությանը։ Այսօր էլ մի շրջանակ կքննադատի Կալասին, Եվրոպային, Արևմուտքին, մյուս ավելի խոշոր հատվածը սիրով կհամաձայնի դառնալ այդ դրամաշնորհների շահառում։ Իշխանություններին ծառայող հասարակական կազմակերպության սեկտորը կշարունակի փառաբանել եվրոպական արժեքները, չնկատելու տալով այս ամենը։ Եթե մենք ուզում ենք իրական փոփոխություն, պետք է մի պահ հայացք գցենք մեզ։ Հակառակ դեպքում կմնանք նույն փակ շրջանի մեջ, նույն սխալներով, նույն ակնկալիքներով եւ նույն հիասթափությամբ։ Արդյունքում մեր երկիրն էլ դիմակայունությունն ամրապնդելու դիմակայունություն չունի այլևս։ Էլ ինչ պետք է տեղ ունենա, որ վերջապես հասկանանք, քանի պատերազմ, քանի խաբված ակնկալիք, քանի մտահոգություն արտահայտող հայտարարություն, քանի դրամաշնոր ու ծրագրային աջակցություն պետք է ստանանք առանց իրական արդյունքի, որ հասկանանք, այստեղ բարեգործություն չկա, կան միայն շահեր։ Կհանդիպենք այսքան։